Պարոն վարչապետ, ուզում եմ նշեք Հաջիևի եւ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման նախաձեռնությունը Հայաստանին է եղել թե Բաքվին։ Դուք երեկ ասացիք, որ այդ հանդիպման ընթացքում այդ հանդիպումը նաև միտված է եղել կառավարելու պատերազմի հնարավոր ռիսկերը։ Ինչու էին առաջացել պատերազմի ռիսկեր, որը կառավարելու անհրաժեշտություն էր նաև այդ հանդիպումը, անհրաժեշտության համար էր այդ հանդիպումը։ Ձեր հայտարարություններից երեկվա ազգային ժողովի ստեյության հասկացվեց, որ այդ հանդիպման օրակարգը եղել է Հայաստանի նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ընտրությունները եւ ընտրությունների արդյունքները, նաև եթե ճիշտ ենք հասկացել, ասեք, եթե ոչ ուղղեք, որ այդ հանդիպման ընթացքում Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, որ այն կես միլիոնից ավելի քաղաքացին, որ ձայն է տվել ընդդիմությանը, իր ընտրությունը կատարել է ընտրակաշառքով եւ դա ամենևին ձեր ասած այդ Ղարաբաղյան շարժումը շարունակելու շրջանակում չի եղել, արդյոք նման բացատրություն է ներկայացվել Բաքվի կողմին, եթե այո, դուք ինչպես եք վերաբերվում դրան, այսինքն նորմալ է, երբ Հայաստանը իր ներքաղաքական կյանքը քննարկում է Բաքվի հետ, սա արդյոք նվաստացուցիչ չեք համարում պետականության տեսանկյունից։ Նախ ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Այսինքն որ ցանկացած X2 երկրի ներկայացուցիչ, որ հանդիպում են, ինչ են անում։ Իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի դիրքորոշումները երրորդ կողմերի կամ մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն։ Այսինքն դա այն ինչ որ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց բոլոր առանց բացառության բոլոր բանակցությունները աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են։ Միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները եւ միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են։ Ինչու՞ միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Հիմա ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ եւ քննարկել ենք ամենատարբեր հարցեր, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ է դիվանագիտությունը, որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ։ Դիվանագիտության բացակայությունը հաղորդակցության բացակայություն։ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք կապում, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները եւ ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների առանց բացառության կիսում։ Եվ դա նորմալ պրակտիկա է, շատ նորմալ պրակտիկա է։ Այսինքն, երբ որ դուք ասում եք դա նվաստացուցիչ չի, դա ես հիմա որ թարգմանում եմ, կարող ինչի է այսպես, իսկ պետությունը նվաստացուցիչ է, թե չէ։ Որովհետեւ բոլոր պետությունները զբաղվում են առանց բացառության բոլոր պետությունները զբաղվում են հաղորդակցությամբ իրենց հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Այդ որ այդ թեմաները քննարկում են աշխարհի մյուս հատվածների հետ եւ միշտ քննարկում են, դա նվաստացուցիչ չի։ Երբ որ Ադրբեջանը մեզ հետ Ադրբեջանը պատերազմը որ կարող է լինել եւ կարող է լինել որ կարող է լարել հասկանում որովհետեւ երբ կարող է Ադրբեջանը մենք հետ թեմաները
Նրանք ովքեր դերել են եւ նպատակով են Տարածաշրջանային իրավիճակը նորեն որպես նրանք մարիոնետ են նրանք ձեռքերում ուզում Տարածաշրջանային իրավիճակը եւ աշխատեն չզարի եւ մենք աշխատել ենք որ չզարի եւ չի զարի Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։